Ամենօրյա հայհոյանքներ, խայտառակ սանձարձակ պահվածքով վիդեոներ, բացահայտ առերևույթ խուլիգանության դեպքեր, ոչ նորմատիվ լեքսիկա, համեմված հայհոյանքներով, հասարակության կարգի նկատմամբ, կարգերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, մարմնավաճառության կամ պոռնկության պրոպագանդա, զենքի, զինամթերքի վաճառքի հայտարարություններ, թմրանյութերի վաճառքի հայտարարություններ, այս մոտավորապես այն ամեն ինչն է, ինչը կարելի է տեսնել TikTok-ի feed-ը ուղղակի մի ժամ սկրոլ անելով։ Չեմ խոսում դեռ ուղիղ եթերների բովանդակությունների ու մնացածի մասին։ Արդյոք սա նորմալ է? Ոչ, իհարկե նորմալ չի, որովհետև երբ որ փողոցում քայլում ենք, այս ամեն ինչը տեսնելը նորմալ չի։ Իսկ TikTok-ի feed-ն էլ որպես այդպեսին չպետք է առանձնապես իր հասարակական կարգի ու ընկալման տրամաբանության մեջ առանձնապես տարբեր լինի փողոցով ինչ-որ մի մայթով մեր քայլելու այդ ընկալումներից որպես այդպեսին, բայց ցավոք սրտի այդ տարբերությունը չափազանց մեծ է։ Ու այս թեմայով օրերս հանդիպել էինք ես ու գործընկերս ազգային ժողովի պատգամավոր Տիկին Ղազարյանը, հանդիպել էինք հումորիստ, TikTok-ում շատ հայտնի, այդ ժամանակակից բառը երևի ինֆլուենսեր Արամին Մանուկյան, ով իդեպ շատ հումորային ու նաև քաղաքական բաներ անում, վիդեոներ պարբերաբար անում, ու այս թեմայով ենք զրուցել իրականում, թե ինչ կարելի է անել այս ամեն ինչի հետ կապված որպես այդպեսին, որտեղ այն որ սա մեր հասարակության վրա խորը ու շատ վատ հետ կա թողնում, դա միանշանակ է։ Այս թեմայով զրուցեցինք, Արամը ներկայացրեց այն խնդիրները, որոնք որ ինքն է տեսնում, մենք էլ ներկայացրինք այն մոտավոր լուծումները, որոնք որ մենք ենք տեսնում, ու այդ լուծումները շատ տարբեր են։ Առաջին հերթին կարելի է ասել, որ մի հատ շատ այսպես ներառական հանդիպում է պետք ունենալ ցանցի օգտատերերի հետ, TikTok-ի այս դեպքում օգտատերերի հետ, այս թեմայով եթե ինչ-որ ասելիք ունեք, թեկուզ ոչ տենց ֆիզիկական հանդիպման կոնտեքստով, այլ թեկուզ մեկնաբանությունների միջոցով խնդրում եմ գրեք։ Երկրորդը պետք է այս բոլոր մտահոգությունները հասցեագրել ու հանդիպում ունենալ ներքին գործերի նախարարության ու ինչի՞ չէ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, նախարարների կամ գուցե փոխնախարարների մակարդակով, որովհետեւ ակնհայտ է, որ TikTok-ը հիմա Հայաստանում լայն տարածում ունեցող սոցիալական ցանցերի top 3-ում է, դա միանշանակ, շատերը կարող ասեն նույնիսկ առաջինն է, ու միանշանակ է, որ նոր ձևավորվող երեխաների վրա ամենամեծ ազդեցությունը այս պայդրությամբ թողնում է TikTok-ը։ Այսինքն վարքի ընդունելի մոդելը այս պայդրությամբ մարդկանց վրա թողնում է այդ նոր ձևավորվող երեխեքի վրա թողնում է TikTok-ը։ Ու այս վերջերս էլ մերձավանում դեպքեր եղել, չէ, ուսուցիչների հետ կապված, ուսուցչու հետ կապված, ու այնտեղ շատ անընդունելի երևույթներ կային, բայց ես վստահ եմ, այդ ամեն ինչն է, ինչ որ այդ երեխեքը ամեն օր տենում են իրանց հեռախոսը սկրոլ անելուց ուղղակի։ Այդ մեր հասարակության ինչ-որ պահից արդեն սկսում է դառնալ ինչ-որ դոմինանտ վարքագիծ, վարքագծի դոմինանտ ձև, ու դա աննորմալ է, ու մենք դրա հետ կապված անելիք ունենք շատ լուրջ, ու գուցե պետք է ներքին գործերի նախարարությունը ստեղծի ինչ-որ մի արագարձագանքման հարթակ, որտեղ առերևույթ հանցագործություն պարունակող տեսանյութերը ու մնացածը ուղղակի կուղարկվեն մի քլիքով կամ մի մատի հպումով, չգիտեմ, նոր սերունդը քլիք բառը այդքան էլ չի սիրում ենթադրում եմ, մի մատի սեղմումով հնարավոր կլինի ինչ-որ սենդ անել կոնկրետ օգտատիրոջ, որը կլինի ոստիկանության ներկայացուցչությունը կամ ինչ-որ այլ մարմին գուցե, ու դա կգնա ուսումնասիրության, որտեղ այն ինչը կա TikTok-ում, հիմա դա աննորմալ է, անընդունելի է ու անմարդկային է ուղղակի։ Ես միանշանակ գտնում եմ, որ այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք, ու այս լրջագույն խնդիրը պետք է հասցեագրենք, ու ցանկացած մեկը այս հարթակում անկախ իր քաղաքական հայացքներից սատարում է մեր թիմին, ուրիշ թիմի կամ ընդհանրապես թքած ունի քաղաքականության վրա, ցանկացած մեկը ով այս հարցով համամիտ է, ցանկացած մեկը ով այս հարցով անելիք է տեսնում, ես պատրաստ եմ, ես ու գործընկերս Տիկին Ղազարյանը եւ նաեւ մեր մյուս պատգամավոր գործընկերները պատրաստ ենք այդ մարդու հետ աշխատել այս թեմայով, պատրաստ ենք այդ մարդու հետ հանդիպել այս թեմայով, պատրաստ ենք լսել նրա առաջարկները ու ընկալումները այս հարցի շուրջ, որովհետեւ ես միանշանակ ասում եմ, եթե այս ուղղությամբ լուրջ քայլեր չտարվեն, մի 10 տարի հետո ուղղակի մեր հասարակության գոյություն ունեցող կարգը վարվելաձևի, դոմինանտ վարվելաձևը առհասարակ մարդկանց շրջանում կատարյալ ուրիշ է լինելու, այդ հայհոյանքը, այդ ուղղակի խուլիգանության ամենացածրակարգ դրսևորումները, չեմ խոսում ինչ որ
բաներա, վիդեոներա գալի ինչ որ մարդկանց գերեզմանների հետ կապված, ես չգիտեմ, այդ մեր ժողովրդի, հայ ժողովրդի համար դա ինչ որ անընդունելի կատարյալ մի բան է, որը ես չեմ պատկերացնում ոնց կարող առհասարակ նորմա դառնա, ոնց կարող առհասարակ դա բանալվի, հերարցակվի ինչ որ եթերով կամ ինչ որ մի հարթակում։ Այս թեմայով մենք լրջագույն անելիքներ ունենք, սիրով մեկնաբանություններում կսպասեմ ձեր առաջարկներին այս թեմայով կամ եթե կուզենաք մասնակցել հետագա հանդիպումներին այս թեմայով, այդ պատրաստականության մասին ձեր հանդիպումներին ու այս թեմայով էլի պարբերաբար տեսանյութեր ու քննարկումներ լինելու են, այնպես որ կարող եք նաև իմեջին բաժանորդագրվել, նորից եմ ասում, անկախ քաղաքական հայացքներից ցանկացած մեկը, ով այս թեմայով շահագրգիռ է, ես իր դաշնակիցն եմ ու պատրաստ եմ այս թեմայով քննարկում ունենալ նաև իր հետ։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։